Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Կախեթի մարզի Դեդոպլիս-Ծխարո մունիցիպալիտետում անցկացրել է քաղաքացիական անվտանգության բազմաբաղադրիչ հրշեջ փրկարարական վարժանք։ Միջոցառումը տեղի է ունեցել Վրաստանում և Ադրբեջանում անդրսահմանային ռիսկերի գնահատում և գործողությունների պլանի մշակում վրաց-ադրբեջանական համատեղ նախագծի շրջանակներում։ Դասընթացին մասնակցել են ներքին գործերի փոխնախարար Յոսեփ Չելիձեն, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մղրեբիշվիլին, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից նախապես մշակված սցենարի համաձայն Կախեթիի շրջանում անտառային հրդեհ է նկատվել։ Բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով հրդեհը տարածվել է մինչև Ադրբեջանի սահման։ Իրավիճակը արդյունավետ կառավարելու համար ստեղծվել է շտաբ, որտեղ մշակվել է ճգնաժամային կառավարման ծրագիր՝ առաջացնող ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Գործակալությունների համակարգված աշխատանքի արդյունքում բնակչությունը տեղեկացվել է հնարավորինս կարճ ժամանակում և իրականացվել է բոլոր համապատասխան տարրահանման գործողությունները։ Զորավարժությանը մասնակցել է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռ։ Դասընթացի բաղադրիչներից մեկը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային հարցերն էին։ Միջոցառմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, արտակարգ իրավիճակների համակարգման և արտակարգ օգնության կենտրոնի 200-ից ավելի հրշեջներ։ Զորավարժության նպատակն է բարելավել Վրաստանի և Ադրբեջանի միջև համակարգված գործողությունները արտակարգ իրավիճակներում, փորձարկել գործող տագնապի նախազգուշացման համակարգը և բարձրացնել բնակչության իրազեկվածությունը։